Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը հասել է վերջին տարիների համար անսովոր կետի։ Ըստ ձեզ, որն է իրավիճակի հանգուցալուծման ճիշտ ճանապարհը։ Մի հիմար մի քարա գցում ջուրը 1000 խելոք չի կարող այդ քարը հանի։ Համի այդ քարը նետված է եւ 100,000 իմ նման իմաստ ունել հայտնվի չի կարա դրա պատասխանը տա։ Բայց ես մի բան ասեմ 20,000 բայց ես մի բան ասեմ ուրեմն երբ որ մեր պատասխանը տեսա ես Facebook-ով ամբողջ հորիզոնը այրվում էր մի տեսակ բալեշչիկի զգացում ունեցա որ գոլ են խփում ոնց է ուրախանում չէ մի այդպիսի հրճվանքել մի պահ մի ակնթարթ ինձ պատեց մեկ էլ սթափվեցի բա այն կողմում էլ ծնողների որդիներ են ինչպես այս կողմում են ծնողների որդին այնտեղ էլ մեր ումանիկ կա ստեղ էլ մեր ումանուկ կա ոնց պիտի պատերազմը ոչ մի ազգի օգուտ չի բերել չի էլ բերել ինձ թվում է ոչ մի պատերազմ էլ հաղթանակի չի հասել պատերազմը արյուն է որ արյունով չես լվանա պատերազմը ի վերջո ոչ մի լավ բանի չի տանում իմ խորին համոզմամբ այս պատերազմը եթե սկսվի անգամ ոչ մենք ենք շահելու ոչ Ադրբեջանն ենք շահելու մի երրորդ ուժ է շահելու կարող է երրորդ ուժն էլ շահագրգռված է պատերազմի համար բայց ֆիզիկապես, ֆիզիոլոգիապես, գաղափարապես, որ ոչ Ադրբեջանն է շահելու, ոչ մենք ես դա հավատացած եմ։ Դուք պատկերացրեք հանկարծ պատերազմի կոնկրետ իրավիճակը, ոնց կարա զարգանա։ Մենք խփում ենք նրանց գազամուղներին, մենք խփում ենք նրանց նավթամուղներին, նավթային աշտարակներին, Սարսանգի ջրամբարին ենք խփում։ Ըստեղից թունավոր գետեր են հոսում մեր գետերը դեպի Ադրբեջան լրիվ վերանում է միարք հերիքա մեր բանի վրա անգնի ատոմականի վրա անգնի եւ Հայաստանը Թուրքիան իրանց էլ հետը բան ով է շահելու ստեղ ոչ ոք չի շահելու ուրեմն հարկավոր է զգոնություն թե մեր տագլուխների համար թե նրանց տագլուխների համար Ինձ զարմացնում է այդ Ալիևի ռևանշիզմը այդ մամայի բալան ոչ պատերազմա տեսել ոչ էլ եսի մի խաղաղություն է ինքը խաղաղության պայմանի իրականքել ինչա նա շահելու պատերազմ այս կողմում էլի պատերազմ տեսած մարդիկ են նրա սարսափներ գիտեն նրա հաջողություններ գիտեն ինքը ինչ գիտի ինչ է այդպես խորանում ես չգիտեմ բայց մի բան գիտեմ որ եթե պատերազմները սկսվում են ապա նաև պատերազմները ավարտվում են ժամանակն է որ զգոնությունը հաղթանակի իսկ հաղթանակի համար ամենակարևոր մոմենտը պահը այա թող ոչ ոք չմտածի ոչ ոք որ հաղթելու է այս պատերազմում Այս պատերազմում ոչ այն կողմն է հաղթելու, ոչ էլ այս կողմն է հաղթելու։ Այս պատերազմում հաղթելու է երրորդ ուժը, դա կլինի Ռուսաստանը, Ամերիկան, թե մի այլ պետություն, ես չգիտեմ, բայց օգուտ դրանից ոչ մեր ժողովուրդը կարող է ունենա, ոչ էլ մյուսը։